Արև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք քննարկումները պոլիտիկայի մեթերում, իրական օրակարգի ֆորմատում, բավական երկար ժամանակ այսպես դադար ենք վերցրել։ Այս ֆորմատում մեր քննարկումները շարունակում են քաղաքագետներ Երվանդ Բոզյանի եւ Ստեփան Դանիելյանի հետ։ Շնորհակալ եմ պարոնեք հրավերս ընդունելու համար։ Հիմա տեսեք Փաշինյանը վերջին 1 տարուց ավել ժամանակահատվածում ընդհանրապես խոսույթի հիմնական առանցքը խաղաղությունն էր, խաղաղության օրակարգը, օգոստոսի 8-ից հետո դա սրվեց։ Սրվեց այն առումով, որ Փաշինյանը քարոզչական իմաստով կարողացավ հայ ժողովրդին, հայ հանրությանը մատուցել ինչ-որ լուսանկար, միջոցառում Վաշինգտոնում տեղ ունեցած, որ ահա տեսեք, ես գնում եմ խաղաղություն եմ բերում, 5 ապակաս խաղաղությունից, հա։ Ես կուզեի նախ մենք փորձենք վերլուծել ինչ հասկանանք Փաշինյանի խաղաղություն ասվածից եւ ինչ է առաջարկում կամ ինչ պետք է առաջարկի Փաշինյանի անդիմադիր ուժերը որպես խաղաղության իր խաղաղության օրակարգին ալտերնատիվ։ Խնդրեմ պարոն Դանիելյան, սկսեմ ձեզնից։ Բարի սկսած անձնավորություն է, երբ որ ասում են ես Վաշինգտոնից խաղաղություն եմ բերել, եկեք բարձ հասկանանք դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ես Հայաստանի տարածքի անվտանգությունը չեմ կարողանում ապահովել, դրսից հովանավոր եմ բերել, Հայաստանի մի տարածքի հատվածը տվել է Միացյալ Նահանգներին եւ ասում են Միացյալ Նահանգներ, արի դու պահի։ Բայց այստեղ կարևորը այն է, թե իսկ Միացյալ Նահանգների ծրագրերը ինչ նպատակներ ունի։ Միացյալ Նահանգները էլեմենտար ծրագիր ունի, որպեսզի Թուրքիայի վերահսկողությունը մեծանա հարավային Կովկասում։ Ինչի համար, որովհետև դա ինքը պետք է օգտագործի առաջերտին Իրանի դեմ, երկրորդ հերթին Ռուսաստանի դեմ եւ բացահայտորեն իրենք դրա մասին խոսում են։ Նույն Միացյալ Նահանգների պետ դեպի օգնականը հարավային Կովկաս, Ասիայի եւ Եվրոպայի գծով դեռևս 2-3 տարի առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, որ գալիս են Հայաստան, ասում են մեր նպատակը այն է, որ Ռուսաստանը տարածաշրջանից գնա, Իրանը չմտնի, չէ՞։ Հիմա եթե ինքը բերում է Միացյալ Նահանգներին, Հայաստանի տարածքի վերահսկողությունը հանձնում է Միացյալ Նահանգներին եւ ասում է իմ նպատակը բերել հակակշիռ Ռուսաստանին, Իրանին, Թուրքիա։ Այսինքն թուրքական միջանցքը իրենց նպատակն է։ Թուրքական միջանցքի իմաստը այն է, որ հյուսիս հարավ չլինի Իրան, Ռուսաստան կապը գոյություն չունենա։ Հիմա հարցը հետեւյալն է, եթե նպատակը թուրքական միջանց ստեղծելն է, իսկ ով ասես, որ դա Հայաստանի տարածքի անվտանգությունը ապահովում է։ Ուղղակի Հայաստանի տարածքը հանձնվում է Թուրքիայի վերահսկողության տակ։ Սա է Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղության բանը, խաչմերուկը։ Խնդրեմ պարոն։ Տեսեք, սկսած ձևակերպեք հետևյալ տարբերակով։ Նախ եւ առաջ այն ինչ որ ինքը առաջարկում է, դա կարելի ասել, որ Զանգեզուրի միջանցքը գեղեցիկ փաթեթավորում է ամերիկյան, այսպես ասած, կուկլայով, եւ Զանգեզուրի միջանցքը ինքը հանձնում է Միացյալ Նահանգներին, որպեսզի Միացյալ Նահանգներն կարողանան տալ Ադրբեջանին, որպեսզի Միացյալ Նահանգները անխոչոտո ձևով կապվի Նախճեվանի հետ։ Հարց ինչ է ստանում Ադրբեջանը հասկանալի է։ Ինչ է ստանում Թուրքիան հասկանալի է։ Ինչ է ստանում Միացյալ Նահանգները նույնպես հասկանալի է։ Ինչ է ստանում Հայաստանը հասկանալի չէ։ Որովհետև երբ որ իրենք հայտարարում են, որ Հայաստանն էլ կարողանա կապվի իր կոմունիկացիաներով Նախճեվանով Իրանի հետ երկաթգծով կաշխատի կամ Ադրբեջանից դեպի Ռուսաստան երկաթգծը կաշխատի, դրանք վերացական խոսակցություններ են, որտեղ դրա մասին պայմանագրի մեջ ոչինչ չկա, ոչ մի գոյություն։ Բայց ո՞րն է Փաշինյանի մոտիվացիան, արդյոք Փաշինյանի մոտիվացիան Հայաստանի համար ինչ-որ բան շահելու, անձնական չի մոտիվացիա։ Միանշանակ գլխավոր Փաշինյանի մոտիվացիան հետևյալն է։ Իրեն կարևոր է, որ նա թուղթ ստանա Ադրբեջանից, որովհետեւ թուղթը վերցնի 26 թվականի ընտրություններում թափարելով այդ թուղթը գնացի, որ ես բերել եմ խաղաղություն, եթե ես չլեմ գտնի պատերազմ։ Իսկ այդ թուղթը Ադրբեջանը ասում է ես կտամ այն ժամանակ, որ դու ինձ տաս Զանգեզուրի միջանցք, քո ժողովրդին ոնց ուզում ես ձևակերպի։ Ինքը գիտի որ ստացել է Զանգեզուրի միջանցք, բայց Փաշինյանը պայմանավորվել է Ադրբեջանի Էրդողանի եւ ամերիկացիների հետ, որ մինչեւ ընտրությունները չասվի Զանգեզուրի միջանցք, ասվի Տրամպի կամուրջ, որ ասեն մեծ հաշվով հասարակության այն քաղաքենի հատվածը, որը չի հասկանում քաղաքականություն, իրան մենակ նկարներն են հետաքրքիր, այդ մարդկանց կարելի է խաբել։ Փաշինյանի նպատակը դա է, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հասարակության 60-ից 65%-ը արդեն անկախ նրանից թե ինքը ինչ անուն կդնի, տոնածառ կդնի, չգիտեմ լուսնի միջանցք կդնի, Տրամպի թե չգիտեմ այլ միջանցք, միևնույն է մարդիկ արդեն հասկացել են, որ գործ ունեն պրոֆեսիոնալ խաբեբայի հետ, եւ բոլորն էլ հասկանում են, որ
մեծ հաշվով այդ միջանցքը փաստացի հանձնվելու Ադրբեջանին եւ ախոջրոտ կապ անելու Ադրբեջանի եւ Նախճեվանի միջեւ եւ Հայաստանը ոչինչ չի շահելու։ Ավելին կարող եմ ասեմ, եթե Նախճեվանը եւ Ադրբեջանը միացվի եւ Հայաստանը կապ չունենա դրա հետ, դրանից հետո ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը որևէ մոտիվացիա չեն ունենա Հայաստանի հետ կոմունիկացիաները բացելու, որովհետեւ իրենք կստանան այդ կոմունիկացիան, Հայաստանը ոչինչ չի ստանա եւ Հայաստանը փաստացի կմնա նախկինի պես, բայց մի պայմանով, որ Թուրքիան ու Ադրբեջանը կունենան Զանգեզուրով ուղիղ միացում։ Հիմա տեսեք, դուք մի մտահոգության մասին խոսեցիք, պարոն Բոզյան, որ կարող է բացվել միջանցքը կամ ապա շրջափակում լինի, բայց Հայաստանը դրանից օգուտ չստանա եւ այդտեղ շատ կարեւոր հանգուցային կետ կա, որի մասին կուզեմ խոսալ եւ կարծում քաղաքական դաշտում էլի ուժեր կա, մասնավորապես Ռոբերտ Քոչյանը խոսեց դրա մասին, այն է, որ երասխից մենք արդյոք հնարավորություն ունենալու ենք միանալ Նախիջևանին եւ այդտեղ ջուլֆայով գնալ իրանական ջուլֆա, այսինքն իրանական երկաթուղիներին միանալ։ Գործնականում թուրքական կողմից եկող ուղերձները հուշում են, որ ոչ, որովհետեւ հիմա Թուրքիան դեպի Նախիջևան նոր ճանապարհ եւ երկաթուղի է կառուցում, այսինքն ինքը Կարս Գյումրի երկաթուղին չի պատրաստվում օգտագործել, որովհետև եթե օգտագործել լիներ, ապա այս ներդրումների իմաստը ո՞րն է։ Ինչպես այս իրավիճակից կարող ենք դուրս գալ, որովհետև այնուամենայնիվ Միացյալ Նահանգների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որտեղ արանքում կա Միացյալ Նահանգները, մենք չենք կարող այսպես ուղղակի թուղթը շպրտել, հա, ասել ձեր Տրամփն էլ, ձեր ստորագրությունն էլ, ինչ որ լուծում պիտի գտնենք։ Հիմա ինչ առաջարկ պետք է անել եւ հասարակությանը, որպեսզի հասարակությունը ընտրի այդ առաջարկը 2026-ին եւ միջազգային հանրության մասնավորապես Միացյալ Նահանգները, որպեսզի ինքն էլ այդ առաջարկը իր համար հետաքրքիր համարի։ Խնդրեմ պարոն։ Նախ ոչ թե Թուրքիան պատրաստում է ճանապարհ սարքել Նախիջևանից ուղիղ Թուրքիա, շրջանցելով Հայաստանը, այդ ճանապարհը արդեն կառուցվում է։ Իսկ այդ ճանապարհի աշխատանքները սկսվել են։ Ես մեծ դիտողներին ուղղակի խորհուրդ կտամ երբեմն հետևել ադրբեջանական մամուլին եւ ադրբեջանական պետական գործիչների խոսքերին, որոնք ուղղակի ամեն ինչ բաց խոսում են՝ ի տարբերություն Հայաստանի այս գործող իշխանության։ Եվ իրենք ասում են, այո, մեր խնդիրը, որպեսզի Հայաստանը ճանապարհներից չօգտվի, դրա համար Նախիջևանից ճանապարհ ենք սարքում դեպի Թուրքիա, որ երաս չմտնեն։ Եթե երաս չեն մտնում, դա նշանակում է Հայաստանը որևէ ազդեցություն չունի Թուրքիայի ազդեցության վրա, բացի մեղրից, այդ դեպքում բնականաբար դեպի Իրան ջուլֆա ճանապարհը չի աշխատի։ Առավել եւս մեղրին էլ մեր ազդեցություն տակ չի արդեն։ Ամերիկան էլ մեր ազդեցության տակ չի արդեն։ Իսկ Միացյալ Նահանգներին բնականաբար պետք չի, որպեսզի Իրանը կապ ստանա Սևծովի հետ դեպի Վրաստան եւ կապ ունենա Ռուսաստանի հետ։ Այսինքն իրենք ակնհայտ ասում են, որ շրջափակում են Իրանը։ Եվ երկրորդ կարևոր պահը, երբ որ խոսքը գնում է կոնսորցիումի մասին, եւ խոսքը գնում է, որ ինչ որ երկրներ կարող են մասնակցել այդ կոնսորցիումին, ապա պարզ է, որ այդ հիմնական երկիրը, որը մասնակցելու է, դա լինելու է Իսրայելը։ Այսինքն այս ճանապարհի գաղափարը ես վստահ եմ, դա իսրայելական ծրագիր է եւ իրենք այդ կոնսորցիումի միջոցով ազդեցություն ունենալու են։ Կարևոր չի թե ֆորմալ առումով ովքեր են լինելու եւ առաջերտին դա լինելու է Մոսադը, որտեղ այդ ճանապարհի վերահսկողությունը հատուկ ծառայություններն են վարելու։ Այսինքն Հայաստանը հանձնելով իր իրավունքը այդ ճանապարհի վրա, ինքը կորցնում է ամբողջ ազդեցությունը մնացած ճանապարհների վրա, որտեղ եթե այսպես Հայաստանը Մոսադին բերում է Իրանի սահման։ Մոսադին բերում է Իրանի սահման ամերիկյան անունով եւ մենք կորցնում ենք Իրանի հետ սահմանը ըստ էության եւ դա դառնում է ադրբեջանական ճանապարհ։ Պատահական չէր, որ 20 թվականի պատերազմից հետո Մոսադի ղեկավարը, որ հիմա արդեն նախկին ղեկավար էր, ինքը ասեց, որ խոսում են, որ Թուրքիան է կարևոր դեր կատարել Արցախի պատերազմում, որ օգնել Ադրբեջանը հաղթի, բայց ասում են իրականում հիմնական դերը մենք ենք կատարել, Իսրայելն է կատարել։ Հիմա առաջանում է հարց, ինչի համար է Իսրայելը այդ դերը կատարել, որտեղ մեծ գումարներ էր ծախսվել, հիշում եք պատերազմից առաջ, պատերազմից հետո ինքնաթիռներ էին իջնում, եւ նաեւ իսրայելական աղբյուրները ասում են, որ այդ զենքերի օգտագործումը իսրայելական օպերատորներ են եղել։ Ես ներողություն, երթատողների համար մի փոքր բացենք, չնայած վստահաբար մեր լսարանի մեծ մասը գիտի Մոսադը ինչ է, բայց ասենք որ Մոսադը փափուկ խաղալիքներ արտադրող ընկերություն չի։
դա իսրայելական հատուկ ծառայություն է, ինչը նշանակում է իսրայելական զինվորականներին, այսինքն Իրանի համար թշնամավար տրամադրված, եւ մի հավելում անեմ դուք ձեր միտքը շարունակեք։ Ըստ էության տարածաշրջանում բոլորը հասկացել են, որ Հայաստանը դառնում է ոչ թե խաղաղության խաչմերուկ, այլ պատերազմի փակուղի, եւ դրա համար է, որ այսօր հենց այսօր, որ մենք քննարկում ենք, Բաքվում Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկում են հյուսիս-հարավը Ադրբեջանով Ռուսաստան տանելու նախագիծը։ Ավելին, Երուսաղում հավաքներ է լինում, որին մասնակցում են ամերիկյան եւ ադրբեջանական կողմը, բնականաբար Իսրայելի կազմակերպած եւ Իսրայելի մասնակցության, որտեղ դեսպանների մակարդակում են եւ այդ ծրագրերը գծում են, այդ ճանապարհի հետ կապված։ Ես խորհուրդ կտամ մեզ հետևողներին դիտել Թեհրան սերիալը, իսրայելական սերիալը, որը դուրս եկավ 20 թվականին, հենց պատերազմից հետո, որտեղ իրենք ցույց են տալի, թե Իրանում ինչպես են գործում իսրայելական լրտեսները, ինչպես են կազմակերպում սպանություններ եւ այլն։ Շատերը դա ֆանտազիա են համարում, որ գլուխ են գովում եւ այլն, բայց Իրան-Իսրայել այս պատերազմի ժամանակ կարճատև, երբ որ Իրանում հենց Մոսադը ուղղակիորեն գործում էր, տեսան, որ այս սերիալը ինչ որ ցույց է տվել, դա ավելի քիչ է, քան իրականությունը։ Եվ դրա համար Իրանի դեսպանը Հայաստանում դժգոհ է այդ սերիալի Հայաստանում ցուցադրելու համար։ Տեսեք, այն ամբողջ էներգիան գումարները, որը ներդրել է Իսրայելը 20 թվականի պատերազմի ժամանակ, 23 թվականի այդ էթնիկ զտումները Արցախում, դրա ինֆորմացիոն բանը ապահովելու համար տարիքը եւ դեռ նաեւ Բրիտանիան շատ մեծ դեր ուներ, դա իզուր չէր այդքան գումարներ ծախսված։ Ամբողջ խնդիրը այն էր, որպեսզի Հայաստանի սահմանը Իրանի հետ վերցնել վերահսկողության տակ։ Իրականում մենք ոչ մի բան չենք ստանալու այդ ճանապարհներից, մենք ուղղակի ապագայում արդեն ոչ թե դե ֆակտո, այլ դե յուրե կորցնելու ենք այդ ճանապարհի վերահսկողությունը։ Մենք որպես պետություն ոչ, բայց Նիկոլ Փաշինյանը որպես իշխանության ղեկին գտնվող հնարավորություն է ստանում տեսականորեն մեծացնել հավանականություն իշխանության երկարաձգման։ Որտեղ դա ինքը իշխանությունը չի երկարաձգում, ինքը իր կյանքն է երկարաձգում, որտեղ գիտի, որ պատասխանատվության է ենթարկվելու այն ամենի համար, ինչը կատարվել է, եւ ինքը ամեն ինչի պատրաստ է, որպեսզի իշխանությունը երկարաձգի, իր կյանքն է երկարաձգում եւ ինքը շարժում է Լուի 14-ի կարգախոսով Ֆրանսիայեն հայտնի թագավորի, որը ասում էր ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ։ Այսինքն իրենից հետո թեկուզ ջրհեղեղ։ Ինքը այս կարգախոսով է շարժվում։ Մի կարճ հարց եւ լսենք պարոն Բոզյանին, տեսեք, Միացյալ Նահանգները ամեն բան անում է, որ Մերձավոր Արևելքում վերջին տարիներին Իսրայելի համար ստեղծված խնդիրները չեզոքացվեն եւ հիմա Գազայի խնդիրն են արդեն կոնսերվացնում ըստ էության խաղաղություն չի լինելու, բայց կոնսերվացնել են սիրիական հարցում ինչ որ համաձայնության են հասնում, ընդ որում Իսրայելը, որը որևէ դերակատարում չուներ Սիրիայում, հիմա փաստորեն լրջագույն դերակատարում է ստացել եւ Սիրիայի տարածքները ներխուժել, օկուպացրել, այնտեղ սիրիական քրդերին են օգնում, Իսրայելը որպես պետություն։ Մենք կարող ենք ասել, որ սա իսրայելական հնարավորություն զբաղված հնարավորությունների ազատում է մեծ պատերազմի համար Իրանի դեմ։ Շատ լուրջ իրավիճակ է ստեղծել նաև Միացյալ Նահանգներում։ Նախ մենք պետք է հասկանանք, որ Թրամփը 3 տարի է մնացել, որ ինքը լինի նախագահ։ Դեռևս պարզ չի մյուս տարի կոնգրեսում ինչ հարաբերակցություն կլինի։ Գուցե նաև իմպիչմենտ լինի։ Եվ գուցե նաև իմպիչմենտ լինի։ Ուրեմն դեմոկրատական հատվածում շատ ուժեղացել են հակաիսրայելական տրամադրությունները, հենց Գազայում համարելով ցեղասպանություն եւ այլն, եւ սոցհարցումները ցույց են տալի Միացյալ Նահանգներում, որ հակաիսրայելական տրամադրությունները ուժեղացել են։ Նաև մի մեծ հատված հանրապետական կուսակցությունում նույնպես արդեն հակաիսրայելական դիրքերի վրա է կանգնած։ Եվ իսրայելական լոբին շատ ծանր իրավիճակի վրա է եւ հիմա իրենք նաև նոր ծրագրեր են սկսել սոցցանցերը հատուկ վերահսկելու, նույնիսկ արհեստական բանականությունը, որպեսզի վերահսկողության տակ վերցնեն, որ այնտեղ հակաիսրայելական նյութեր չբերի, երբ որ հարցեր է տալի կամ ինչ-որ նյութեր է գնում, այլ ճիշտ հակառակը, լուրջ գումարներ է ներդրված վերահսկողության համար, նորից եմ կրկնում, արհեստական բանականությունը։ Մենք չգիտենք 3 տարի հետո ով է գալու իշխանություն եւ այդ իշխանությունը ինչ քաղաքականություն
իշխանություն է վարելու եւ արդյոք իրենք հետաքրքրություն կունենան այս Թրամփի ուղի ասվածի, հա, Սյունիքի հանդեպ։ Եվ այդ ժամանակ լուրջ հարց է առաջանում, քանի որ այս անձնավորությունը, որ այսօր Հայաստանն է ղեկավարում, ստորագրել է անխոչնդոտ ճանապարհ այդ հասկացողության տակ, որը նշանակում է միջանցք։ Ադրբեջանը վաղը մյուս օրը հենց այդ անխոչնդոտ ճանապարհի համար ինքը կարող է հաշիվ ներկայացնի Հայաստանին, երբ որ Միացյալ Նահանգների հետաքրքրությունն էլ արդեն կորած լինի, եւ ուղղակի ռազմական ճանապարհով ասի ես իրականացնում եմ այն, ինչի տակ Հայաստանի ղեկավարը դրել է իր ստորագրությունը։ Այդ վտանգները չափազանց լուրջ են։ Պարոն Բոզյան, ինչ պիտի առաջարկի քաղաքական դաշտը, նաեւ տեսեք, օրինակ ասուլիսում Ռոբերտ Քոչյանը ասաց, մենք կառաջարկենք, որ այդ միջանցքը երկարացվի, այսինքն Նախիջևանի տարածքում այդ միջանցքը նաև շարունակվի։ Մի խոսքով այդ առաջարկը ստանալու դուք նաև որպես հիմա նաև Մայր Հայաստան կուսակցության ներկայացուցիչ, ինչ պիտի առաջարկի Մայր Հայաստանը։ Տեսեք, ես ի վերջո, ներողություն, ի վերջո որքան էլ մենք հասկանում ենք, որ Փաշինյանը խաղաղության հետ որևէ կապ չունի, Փաշինյանը խաղաղության հետ այնքան կապ ունի, որքան Վահագն Ալեքսանյանը Տուրնիկի հետ, բայց այդ խոսույթը խաղաղության կարողացել է մտցնել ժողովրդի մեջ։ Այո։ Ժողովուրդը սպասում է խաղաղության առաջարկի։ Տեսեք, ես ասես ձևակերպեմ, ուրեմն մենք արձանագրենք, որ պարոն Դանելյանի խոսքերից էլ ակնհայտ պարզ երևում է, որ այստեղ ձևավորվում է ոչ թե խաղաղության խաչմերուկ, այլ պատերազմի խաչմերուկ։ Ինչու՞, որովհետև Տրամփի կամուրջ ասվածը, եթե մենք ուշադրություն դարձնենք, Միացյալ Նահանգների հարաբերությունները Ռուսաստանի հետ, Իրանի հետ, Չինաստանի հետ, դա կարելի ասել, որ այդ միջանցքին դեմ են Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, հիմա կբացատրեմ թե ինչու։ Եվ ստացվում է, որ մենք փաստացի մեր տարածք բերենք հակամարտություն, մեծ գլոբալ հակամարտություն։ Երբևիցե Հայաստանի պատմության մեջ երբևիցե մենք այդ հակամարտությունը չէինք բերել։ Հակամարտություն բերեց Հարևան Վրաստանը, ինչ հետևանքներ ունեցավ։ Հիմա մենք այս մարդու շնորհիվ բերում ենք մի հատ process, որի հակամարտության արդյունքում մենք լուրջ խնդրեմ ենք ունենալու։ Բայց ես հիմա փորձեմ տնտեսական մասը բացեմ։ Այդ միջանցքի հետ կապված, թե մենք ինչ կարող էինք ակնկալենք։ Ուրեմն ընդհանրապես այս խաչմերուկը Անդրկովկասը, հա, իր արժեքը նշանակությունը համաշխարհային տնտեսության մեջ ամենակարևոր կանոնն է, որ ինքը գտնվում է մետաքսի ճանապարհի վրա։ Այսինքն Չինաստանը իր ապրանքները իր հոսքերը ապրանք չինական հոսքերը տանում է դեպի Եվրոպա այս ճանապարհով։ Եվ չինական փորձագետները եւ եվրոպական փորձագետները հաշվարկել են, որ եթե վերջնահարցունքում Չինաստանը այդ ճանապարհը վերջնապես կառուցի, իր ապրանքների ինքնարժեքը կիջնի ավելի քան 40%-ով։ Եվ ըստ էության դրա մեջ բոլորը շահավետ են, հատկապես Չինաստանը։ Չինաստանը իր նախնական ծրագրերի մեջ $400 միլիարդ փող է դրել, որպեսզի այդ մետաքսի ճանապարհը աշխատացնի։ Այսինքն դա նշանակում է, որ թե հյուսիս-հարավ, թե արևելքից արևմուտք ճանապարհների ապրանքների այռուցի բաժինը դա չինական ապրանքներ են, որոնք տանեն դեպի Եվրոպա։ Դա բոլորի համար հասկանալի։ Ռուսաստան, Իրան այդ ճանապարհն էլ աշխատելու, բայց մեծ հաշվով այռուցի բաժինը չինականն անելու։ Համաձայն եք սրա հետ դուք։ Այսինքն թե չինական ապրանքներն են տանելու, եւ որ Չինաստանը մոտավորապես $20 միլիարդ ներդրում անում Վրաստանում Անակլա նավահանգիստ ասարկում բան չէ, հասկանալի է, որ այդ ճանապարհների վրա Միացյալ Նահանգների վերահսկողությունը մեղմ ասած չինաստերին չի ողջևորելու։ Մենք գիտենք, թե Չինաստանի եւ Միացյալ Նահանգների մեջ ինչ մեծ տնտեսական պատերազմ կա եւ Միացյալ Նահանգները ամեն ինչ անում են, որ Չինաստանի էքսպորտը մաքսիմալ դժվարացնեն, Չինաստանին հակառակն է անում։ Հիմա տեսեք, փաստացի այս խաչմերուկի մեջ տրամաբանական կլներ, որ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ կա պրոբլեմ, իսկ այդ պրոբլեմը կա։ Հայաստանի բիզնեսը Ադրբեջանի տարածքով գնա կամ մարդիկ, թե Ադրբեջանի բիզնեսը բանը այդ Զանգեզուրով գնա, մեծ հաշվով պրոբլեմը կա, այսինքն մեծ հաշվով մենք ունենք պրոբլեմ։ Այդ պրոբլեմի համար պետք է միջնորդ։ Այդ միջնորդը կարող լինել մի երկիր, որը շահագրգռված կլներ դրա մեջ։ Այդ պրոբլեմը այդ միջնորդը կարող լինի Ռուսաստանը, այդ միջնորդը կարող լինի Չինաստանը, այդ միջնորդը կարող լինի նաև Իրանը։ Բայց Չինաստանի մոտիվացիան ավելի մեծ է, որովհետև չինական ապրանքների մանավանդ Չինաստանը ընտրել է Իրանը որպես գլխավոր հենակետ իր ապրանքների տեղաշարժի համար,
իսկ Իրանից դեպի Ադրբեջանով, Հայաստանով եւ Թուրքիայով գնում են այդ ապրանքները եւ տրամաբանական էր, որ Չինաստանը կարող է վերցնել այդ միջնորդի դերը եւ այդ միջանցքները թե Հայաստանի համար, թե Ադրբեջանի համար, եթե ինքը կարողանար պարիտետային միջանցքներ առաջարկեր, որը շատ տրամաբանական կլներ, ես կարծում եմ, որ դա շահավետ կլներ եւ մեզ եւ ինչ-որ իմաստով Ադրբեջանի, որտեղ այդ Ադրբեջանը ասում է, որ մենք չենք ուզում բան սահմանապատ տեսնենք հայ, մենք էլ չենք ուզում ադրբեջանցի սահմանափակ տեսնել, որ մենք կարողանանք Նախճիվանով գնանք դեպի Իրան, չէ՞։ Հայաստան-Իրան կապի մեջ շահագրգռվածություն կունենա Ռուսաստանը, կունենա Չինաստանը, բայց ոչ Միացյալ Նահանգները։ Բոլորս էլ հասկանում ենք, որ Միացյալ Նահանգների համար այդ կապը Հայաստան-Իրան այդքան էլ շահավետ չի։ Այդ իմաստով տրամաբանական կլներ, որ այդ երկիրը, որ իր վրա վերցնել է, դա կլներ Չինաստանը։ Ու ասենք հիմա Ռուսաստանը փորձեց Ռուսաստանի պարագայում Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արեցին, որ վիժեցնեն այդ process-ը, իրանք բարեհաջող վիժեց, մեր համար շատ վատ իմաստով վիժեցեցին այդ process-ը, վերեցին ամերիկացիներին, որը օբյեկտիվորեն խնդրեմ առաջացնելու Իրանի համար, Ռուսաստանի համար, Չինաստանի համար, եւ այս վիճակից որ ասում են թե մեկը մի հատ քարակցում սա փորձելու են տակից դուրս գան, դա շատ ծանր խնդիր է, մենք ոնց պետք է կարողանանք այս վիճակից դուրս գանք, բայց որ մենք պետք է կարողանանք այս վիճակից դուրս գանք եւ առանց պատերազմի, դա կենսական անհրաժեշտություն է, թե ինչպես, թե ոնց պետք է մենք էսի, որտեղ հասկանալի է, որ մեր տարածքը հանձնել միակողմանի, դա կներեք հիմարություն է, ամբողջությունն է եւ պետական դավաճանություն է։ Ուզում ես դրա անունը դիր Տրամպի կամուրջ, ուզում ես դրա անունը դիր, չգիտեմ, տոնածառ, լուսնի կամուրջ եւ այլն եւ այլն։ Մենք պետք է կարողանանք այդ խնդիրը լուծենք։ Ոնց պետք է խնդիրը լուծենք եւ կարծում եմ որ դա կարելի է սկզբնական փուլում այդ կոնսորցիումի մեջ փորձենք ինչ-որ կոմպրոմիսային տարբերակներ դնենք, հետո պետք է փորձենք ընդլայնենք այդ Իվերջ փաստաթղթով չի հերկվում երրորդ կողմի մասնակցությունը։ Քանի որ չի հերկվում, ապա մենք կարող ենք սկզբնական փուլում փորձենք այնպիսի երկիր ներքաշենք, ներմանենք, որպեսզի կարողանանք բալանսավորենք։ Բացի դրանից, տեսեք, Հայաստանից Իրան երկաթգծի երաշխիք ճանապարհը հասկանալի պատճառով ամերիկացիները չէ որ պետք է երաշխավորեն մեզ եւ Իրանի համար անկնհայտորեն այդ երրորդ կողմը կարա ինչ-որ ձևի ֆունկցիա կատարի եւ ես կարծում եմ որ մենք որպեսի այսպես ասած չմերժենք գերտերությանը պետք է փորձենք բանակցություններ արենք Հայաստանը դարձնենք ոչ թե հակամարտության, այլ համադրության, այսինքն ներդաշնակության դաշտ սարքենք, փորձենք երրորդ իշխանությունն էլ ասում, որ մենք համագործակցություն Գիտեք, ես մի բան ասեմ, իշխանությունը արդեն մեծ վատ բան է արել։ Ինքը մեծ հաշվով ամերիկացիներին ներքաշել է սա մեջ, դա մենք բոլորս էլ հասկանում ենք ինչի է դա արել։ Դա արել է որպեսզի Պարոն Բոզյան եւ պարոն Դանիելյան, մյուս կողմից Փաշինյանի անդադ խաղաղությունից խոսելը ինձ համար չարագույժ ինչ որ զգացումներ է առաջացնում, ինչու։ Մարդը խոսել է կոռուպցիայի դեմ, կոռուպցիան ծաղկում է։ Մարդը խոսել է կարմիր գծերի դեմ, կարմիր գծերը քառապատիկ, հնգապատիկ, չգիտեմ, որոշ դեպքերում 13-ապատիկ բարձրացրել։ Մարդը խոսեց տեսախցիկների դեմ, տեսախցիկները 1000-ով ավելացել են։ Մարդը ասաց Արցախը Հայաստանի է վերջ, վերջում Արցախը դարձավ Ադրբեջան եւ վերջ, հա։ Եվ այսպես շարունակ, հա, մարդը ասաց ընտրություններ չեն կեղծում, թիմերում տեսանք ընտրությունները ինչա տեղի ունենում։ Եվ երբ որ այս բաները հաճախականությամբ նայում ենք, թե ինքը ինչ է ասել, իրականում ինչ է արել, հիմա երբ ես իրենից լսում եմ խաղաղություն, ես հասկանում եմ, մենք պիտի պատրաստվենք պատերազմի, ընդ որում այնպիսի մի պատերազմի, որտեղ այնքան է այդ խաղաղությունից խոսում, որ պատերազմը այնպիսին է լինելու, որ այսպես մի խոսք կար, չէ՞, ասում են հայկական ռադիոյին հարցնում են, թե կլինի արդյոք երրորդ համաշխարհային պատերազմ թե ոչ, ասում են երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի, բայց հանուն խաղաղության այնպիսի պայքար կլինի, որ քարը քարին չի մնա։ Հիմա հանուն խաղաղության սովետական էին անեկդոտա։ Դրա համար հայկական ռադիոյին են հարցնում, սովետական միության ժամանակ հարցնում են Բեժնևի ժամանակ։ Հիմա Փաշինյանը հանուն այս խաղաղության ոնց որ այնպիսի ավանտյուրայի մեջ շա Հայաստանին ներքաշում, որ քարը քարին չի մնա, նաև որպես ամփոփում է ինչ կլինի, եթե մարդիկ հավատան Փաշինյանի խաղաղության խոստմանը եւ գնան։ Մենք այստեղ չարագուշակությամբ չենք զբաղվում, բայց մեր փորձառությունը որպես պետություն, հասարակություն մեզ հուշում է, որ մենք պիտի խոսենք դրա մասին։ Ինչ կլինի, եթե մարդիկ հավատան Փաշինյանի այս կեղծիքին, որ ինքը խաղաղություն է բերում, կամ հիմա արդեն խաղաղ, ասում չէ, 1 տարի 7 ամիս չեն կրակել։ Բայց կներեք 2020 թվականից առաջ էլ 2 տարի չէին կրակել, բայց մի անգամ այնպես կրակեցին, որ մենք մի քանի հազար զոհ տվեցինք։ Որպես ամփոփում նաև ինչ կլինի, եթե մարդիկ հավատան այս կեղծիքին,
գնան քվեարկեն, չնայած ես չեմ հավատում, որ մեծամասնությունը կհավատա Փաշինյանին, չեմ տեսնում այդ արդյունքները, այդ նման պատկեր, բայց ինչ կլինի այդ պարագայում խնդրեմ։ Կլինի այն, ինչ որ եղել է 18 թվականից սկսած։ Եվ ես կարծում եմ կլինի պատերազմ եւ այդ պատերազմի ականները արդեն դրված են։ Ես երկու օրինակ բերեմ։ Երբ որ Հայաստանի տարածքի հետ կապված ինչ որ կոնսորցիում է ստեղծվում, ինչ գործ ունի այդտեղ Ադրբեջանի ստորագրությունը։ Այսինքն Հայաստանի տարածքի հետ կապված կարելի է հայ-ամերիկյան ինչ որ համաձայնություն լինի։ Եթե այնտեղ մասնակցում է Ադրբեջանը, այսինքն ինքը Հայաստանի տարածքի Ուրեմն հայկական գերիշխանություն չի այդ տարածքի վրա։ Ինքը արդեն փայատել է Հայաստանի տարածքին եւ այն տարբերակը, որ ասենք չինական, ռուսական, իրանական ինչ որ կազմակերպություններ մասնակցեն, Ադրբեջանը կարող է վետո դնել։ Երկրորդ կետը, որը շատ կարևոր է, ուրեմն 18 թվականից սկսած, երբ որ սրանք եկան իշխանության, Իրանից բազմաթիվ առաջարկներ են եղել տարբեր տնտեսական լուրջ ծրագրերի, եւ բոլոր այդ առաջարկները մերժվել է, եւ հիմնական մերժողը ըստ կառավարության ներսի լավատեղյակ աղբյուրների, որոնք ինձ հայտնել են, որոնք հիմա արդեն այս կառավարության անդամ չեն, հիմնական մերժող Աբինյանն է եղել, որ այն ժամանակ եղել է վարչապետի տեղակալը։ Եվ մի օրինակ բերեմ, որին ես ուղղակի մասնակցություն եմ ունեցել, որտեղ դա իմ բարեկամներից մեկն է, որը Չինաստանում երկար ժամանակ աշխատում էր, հիմա ինքը մահացել է, եւ ինքը առաջարկ էր բերել Չինաստանի կողմից Նուբարաշենի հետ կապված, հենց այս վերջի դեպքերի հետ կապված։ Չինացիները առաջարկել են սարքել աղբերամշոկող գործարան իրենց հաշվին, իրենց ներդրումներով, Հայաստանը ոչինչ չէր անում, իրենց տեխնոլոգիաներով, ուղղակի Հայաստանը պարտավորվում էր 10 տարի միջին գնով այդ արտադրած էլեկտրաէներգիան առնել։ 10 տարի հետո այդ գործարանը դառնում էր Հայաստանի սեփականությունը։ Դա նույնպես մերժվել է, նույնիսկ հանդիպում չեն թողել կայանա, նույնպես Աբինյանի ըստ ներքին աղբյուրների Աբինյանի շնորհիվ, թե ում շահերն էր ներկայացնում։ Փոխարենը պատրաստ էին կոկորդիլոսա բուծարանները։ Հիմա հարցը, երբ որ մենք խոսում ենք Թրամփի միջանցքի հետ կապված Չինաստանի հնարավոր Իրանի, Ռուսաստանի մասնակցությունը, մենք տեսնում ենք, որ 18 թվականից սկսած սրանք կոնկրետ գիծ են առաջ տարել եւ այդ գիծը Հայաստանի շահերից չի եղել, դա արտաքին պատվեր է եղել եւ այդ պատերազմը նույնպես դրա համար տեղի ունեցավ, պատահական չէր, որ այս գործող վարչապետը ասում է պատերազմը պետք է, որ մենք Արցախը կորցնենք, ըստ էության դա էր ասում, որ դառնանք ինքնիշխան երկիր։ Ես որպես ամփոփում ուզում եմ ասել, որ այս կառավարության գոյության պայմաններում, եթե վերարտադրվի, այդ խաղաղությունը ճակերտներով, այսինքն պատերազմը կլինի եւ այդ պատերազմի հիմքերը դրված են։ Տեսեք, ես ավելի ոնց որ ավելի բանաձևային ձևակերպեմ, այս մարդու 7 տարվա մնալու գլխավոր պատճառը եղել է այն, որ ինքը թելադրել է ինչ-որ օրակարգեր, մեր ընդդիմությունը մտել այդ օրակարգերի մեջ սկսել է պայքարել իր դեմ, եւ չնայած ընդդիմության բոլոր արգումենտները լավն են եղել, բայց քանի որ դու ուրիշի օրակարգի մեջ ես մտնում, դու ավտոմատ երկրորդական դերում ես կապում եւ ինքը ստեցեն կարողացել է արձագանքողի դերում։ Ինքը ստացվել է, որ մոնոպոլիան խաղաղության իր ձեռն է եղել եւ ընդդիմությունը հայտնվել է այսպես ասած պատերազմի կողմնակիցների տիրույթում։ Մենք ինձ կատուն եմ Մայր Հայաստան կուսակցությանը, ինք առաջարկել է ամբողջական եւ իրական խաղաղության փաթեթ, եւ ես կարծում եմ, որ հենց դրանով մենք կարող ենք հաղթել, որովհետեւ հասարակությունը երկընտրանքի առաջակ անելու խաղաղության եւ պատերազմի։ Մենք ցույց ենք տալու, որ իր այսպես առաջարկը բերելու է պատերազմի, ինչպես որ պատերազմ բերեց Զելենսկիի ժամանակ, ինչ որ պատերազմ եղավ Սաակաշվիլիի ժամանակ, եւ մեծ հաշվով այդ տիպի մարդիկ են բերում պատերազմներ։ Մերը լինելու է իրական այլընտրանքային եւ խաղաղության ծրագիր, այդ խաղաղության ծրագրի մեջ մենք ոչ թե հակադրելու ենք ինչ-որ մեկի մյուսին, փորձելու ենք համադրել բոլորի շահերը։ Եվ ես համոզված եմ, որ Հայաստանը պետք է դառնա մի տարածք, որտեղ բոլոր հակամարտող ուժերի համադրության տեղ լինելու, ինչպես որ մենք ժամանակին կարողացել ենք այդ փոխլրացման քաղաքականությունով հասնենք հաջողության։ Եվ սա էլ բացառություն չի լինելու, որովհետև իսկապես Հայաստանին պետք է երկարաժամկետ խաղաղություն եւ մեր ժողովուրդը ըստ էության դրանով սպասում։ Շնորհակալ եմ, պարոն Հայկ, հետաքրքիր քննարկման համար, վաղուց այս ֆորմատով չէինք հանդիպել, այսօր այդ ըստ ամենաշաբաթյան ռեժիմով մեր քննարկումները կշարունակենք, այսօր խոսում ենք խաղաղության Փաշինյանի պարագայում ճակերտավոր խաղաղության օրակարգի մասին եւ ընդդիմության խաղաղության առաջարկի մասին,
մեր իրական օրակարգի ֆորմատով քաղաքագետներ Երվան Բոզյանի եւ Ստեփան Դանիելյանի հետ այսօր այսքանը կհանդիպենք